Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը։ Այս մասին գործադիրի հերթական նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախագծերն արդեն ուղարկվել են ազգային ժողով։ Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, կարծիքներ են եղել, որ համակարգը պետք է գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ, սակայն ինքն այդ դիրքորոշմանը կողմ չէ։ Պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչա ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք։ Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ նախագիծն ազգային ժողովում ընդունվելու դեպքում համակարգը կներդրվի 3 փուլով, այն կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2028-ին։ Առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 եւ ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200,000 դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ եւ այլ եկամուտներ ունեցող անձինք։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվեն 1,600,000 քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։ Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը 2028-ին։ Ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129,600 դրամ։ Ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու։ Սա ընդհանրապես առաջին փուլն է, եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծախսածածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածուկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Չկա տվյալ, որը ասում է, որ այս մարդը ծնված օրվանից ունեցել է այս հիվանդությունը, ունեցել է այս վիրահատությունը եւ այլ։ Այս ռեֆորմը իմաստով սա կարևորագույն հարցն է, որ մենք վերջապես լուծելու ենք եւ դա շատ կարևոր է եւ ի վերջո ես կարծում եմ կրկնեմ նախ կարևոր է մարդու կյանքի որակի համար։ Երկրորդը, որ այսօրվա իրականության մեջ անոմալիաներ չնկատել կենսագրությունների մեջ խմբային ու դրան չանդրադառնալ արդեն չի կարելի ուղղակի առողջապահությունում, որովհետև սա նաև հնարավորություն է, որպեսզի մենք կանխենք հիվանդությունների տարածումը։ Մեկ այլ նախագծով էլ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օգտագործումը։ Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը
ինչպես նաև արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից եւ կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի արկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ եւս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկի տարաների համար, որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաեւ թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Օրենքի խախտում թույլ տված տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Առաջին դեպքում նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում 100-ից 150 հազար դրամի չափով տուգանք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։